Ռուսաստանի Դաշնության ՀՕՊ համակարգը գիշերվա ընթացքում 121 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում, հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգի երթապամիջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 8 անօդաչու են ոչնչացրել 2-ը Կուրսկի մարզի տարածքի վրա, 2-ը Վորոնեժի, 2-ը Վլադիմիրի եւ 2-ը Բելգրադի տարածքներում, ասված է հաղորդագրության մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ցածրարժեք փաթեթների համար նախատեսված անմաքս առևտրի օրենքը, ինչը բարձրացրել է Շեին եւ Թեմու ընկերությունների գները ԱՄՆ հաճախորդների համար։ Չինական առցանց մանրածախ առևտրով զբաղվողները ապավինում էին այսպես կոչված դե մինիմիս բացառությանը, կարողանում էին ցածր արժեք ունեցող ապրանքներն ԱՄՆ-ում վաճառել առանց մաքսատուրքերի կամ այլ հարկերի։ ԱՄՆ Տեխաս նահանգի Պորտ Արտուր քաղաքում գտնվող հեղուկացված բնական գազի գործարանի շինարարական հարթակի փլուզման հետևանքով զոհվել է 3 մարդ։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների 4-րդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է։ Հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի կախված ԱՄՆ-ի մոտեցումից։ Իրավիճակին ծանոթ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն չէր էլ հաստատել իր մասնակցությունը Հռոմում կայանալիք բանակցությունների 4-րդ փուլին։ Աղբյուրը նշել է, որ հանդիպման տեղն ու ժամը դեռ պետք է հաստատվեն, սակայն ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին 100 օրերի ընթացքում Գազայում իրավիճակը վատթարացել է։ Իսրայելը 60 օր շարունակ ամբողջական շրջափակում է սահմանել, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։